Ընդամենը մեկ շաբաթ անց ես կարողացա բարձրացնել իմ TOEFL քննության միավորը 97-ից մինչև 111 եւ այս վիդեոյում կիսվելու եմ ձեզ հետ իմ ամենամեծ սխալով եւ նաեւ 8 խորհուրդներով, թե ինչպես դուք նույնպես կարող եք հավաքել այնպիսի բարձր միավոր։ Ես հանձնել եմ քննությունը իրականում 3 անգամ, առաջին անգամը հանձնել եմ մոտավոր 5 տարի առաջ, ես հավաքել էի 87 միավոր 120-ից այդ ժամանակ, դա բավական էր, որպեսզի ես ընդունվեի Հայաստանի ամերիկյան համալսարանը, ինժեներինգի բաժինը, բայց արդեն մի տարի անց ես հասկացա, որ չէի ուզենա շարունակել իմ կրթությունը ամերիկյան համալսարանում եւ ես ինքս ինձ տվել էի ժամանակ, որ եթե ես այս տարի հանձնեմ 100-ից բարձր միավոր եւ դիմեմ արտերկրում համալսարան ընդունվեմ, ես կշարունակեմ իմ կրթությունը արտերկրում, եթե չէ, կմնամ ամերիկյան համալսարանում։ Այդպիսով ես հանձնեցի իմ առաջին քննությունը, ստացա 97 միավորը եւ ընդամենը մեկ շաբաթ անց ստացա 111-ը։ Մի բանն ա եղել, որ փոխվել է այդ մի շաբաթվա ընթացքում, դա այն էր, որ ես հասկացա, որ reading բաժինը, որ սկան ժամանակ, տարիներ ես պարապել եմ այդ քննության համար, բոլորը ասում էին, որ դուք պետք է սկզբում հարցը կարտակ, հետո անցնեք պարագրաֆում, առաջի պարագրաֆի մեջ, փորձեք գտնեք այդ հարցի պատասխանը։ Դա ինձ ինչքան հասկացաք ընդհանրապես չէր օգնում, ես միշտ 20 միավորի լիմիտի մեջ չէի կարող դրանից բարձր հավաքել, չգիտեմ, եթե 23 ստանայի, դա չգիտեմ ինչ հրաշք էր, բայց ես հասկացա, չգիտեմ ինչ այդ բան կլիկ եղավ, որ ես մի անգամ փորձեցի ամբողջովին թեստը կարտամ ու հետո այդ հարցերին պատասխանեմ ու չգիտեմ ինչ մաժիկով ես կարտացի, պատասխանեցի բոլոր հարցերին ու միանգամից ստացա 29 միավոր 30-ից, մյուսը ստացա 30։ Ունենց տարօրինակ էր, թե ինչպես ոնց որ շատ կարճ ժամանակում, ընդամենը մեկ փորձով ես կարողացա այդ ամեն ինչը փորձեմ։ Հիմա իմ ասածը ոչ թե որ փորձեք այս խորհրդին հետևեք, այն է, որ բոլոր խորհուրդները, որ ձեզ տալիս են, միշտ չի, որ ձեզ համապատասխան են լինում։ Դուք պետք է հասկանաք, թե այս խորհուրդը, որ դուք լսել եք, օրինակ, ձեր tutor-ից կամ YouTube-ից, ձեզ համապատասխան է, թե ոչ։ Դրա համար բոլոր մյուս խորհուրդները, որոնք որ ես ձեզ տալու եմ, դուք պետք է հասկանաք, եթե ձեզ համապատասխանում է, պահեք, եթե չէ, անցնեք մյուսին, օքեյ, չօգտագործեք։ Նախքան որևէ քննության համար սկսել պատրաստվելը, ես միշտ խորհուրդ եմ տալիս, որ սկզբում անցկացնեք դիագնոստիկ թեստ։ Դիագնոստիկ թեստը նույն փորձնական թեստն է։ Դա կարող է լինել ինչպես on-line, այդպես էլ off-line ֆորմատով։ Եվ ես արել եմ իմ դիագնոստիկ թեստը SO Alarm-ում մի քանի տարի առաջ, այդ ժամանակ դեռ այն 3000 դրամ էր, թե 2000 դրամ էր։ Եվ ես հասկացա այդ բանին, որ իմ ամենանորմալ բաժինը, որ ես շատ լավ եմ անում listening-ներ, իսկ մնացածը ամեն ինչը շատ վատ է։ Եթե դուք դրա հնարավորությունը ունենաք, միշտ խորհուրդ եմ տալիս, որ սկզբում դա անեք, որպեսզի հասկանաք, որ բաժիններն ա, որ դուք նույնպես պետք է լավացնեք, ինչքան ժամանակ է ձեզ պահանջվելու, որպեսզի կարողանաք TOEFL քննությանը պատրաստ լինեք այն միավորի համար, որը ձեզ անհրաժեշտ է։ Եթե օրինակ շատ լավ մակարդակի անգլերեն ունեք, միգուցե եւ կարիքը չկա գնաք պարապեք որևէ մարդու մոտ կամ շատ ժամանակ պահանջեք, իսկ եթե հակառակ դեպքում կարող է միգուցե սկզբում պետք է ձեր անգլերենը լավացնեք, իսկ հետո նոր գնացեք առանձին մասնագետի մոտ հենց TOEFL քննության համար պատրաստվեք։ Դիագնոստիկ թեստը իմ կարծիքով շատ կարեւոր է, ես կգտնեմ նկարագրության բաժնում որևէ on-line թեստեր, որոնք որ ես գտնել եմ, որ կարող եք անվճար անել, բայց պետք է իմանաք, որ այդ թեստերը ընդամենը շատ մակերեսային թեստեր են, որոնք օգնելու են ձեզ հասկանալ ձեր մակարդակը, բայց ոչ թե ինչ կանեք դուք պատրաստ հենց քննությանը։ TOEFL-ը ստուգում է հստակ ակադեմիական անգլերենը, չնայած որ շատ օգտակար կլինի, չէ, որ դուք ձեր առօրյայի մեջ անընդհատ կինոները նայեք միայն անգլերենով, երգերը միշտ թարգմանեք, ամեն ինչը ինչ անում եք, փորձեք անգլերենը կյանք մտցնեք, բայց դուք պետք է իմանաք հենց ակադեմիական անգլերենը, եւ դա ամենահեշտ տարբերակը թե ինչպես դուք կարող եք անել, դա օրինակ vocabulary-ին սովորելն է, բառապաշարը, որը հատուկ այս քննության համար է նախատեսված, որը հատուկ համալսարանը, որ գնում են աշակերտները ինպես դասի, այդ բառերն են օգտագործվում։ Դուք պետք է, օրինակ ես ֆլեշկարտոչկեք ունեմ, ես հիմա մագիստրոսական քննության համար եմ պատրաստվում, ընդունելության GRE-ը կոչվում, եւ ես Amazon-ից պատվիրել էի այս քարտերը, իրանք հատուկ քարտեր են, որոնք որ
այդ քննության ընթացքում օգտագործում են։ Եթե դուք չիմանաք այդ բառերը, շատ դժվար է լինելու։ Նույնը TOEFL-ի համար է գնում։ Միշտ բառերը, որոնք որ դուք սովորում եք, հա, ձեզ դա, չգիտեմ, դուք գտնեք on-line, ձեզ դասախոսը տա, որ դուք սովորեք, այդ բառերը շատ օգտակար են։ Ինչքան շուտ դուք սկսեք սովորել այդ բառերը, այդքան ավելի լավ։ Պետքա, չգիտեմ, 30-50 բառ ամեն օր սկիմանեք։ Լիքը ծրագրեր կան հեռախոսի համար կամ կոմպով, որ դուք կարող եք մտնել եւ այս նույն ֆլեշ կարտոչկեքը on-line գտնել։ Մինիմումը 30-ից 40 բառ պետքա անցկացնեք օրվա ընթացքում։ Ճիշտ է, այնտեղ մարդիկ կան շատ էքստրիմ են գնում 100-ից 200 բառ, ինձ կարծիքով դա մի տեսակ անհնար է, բայց սա ամենահեշտ տարբերակներից է, դուք ինչպես կարող եք ձեր անգլերենը լավացնել ու լիքը նոր բառեր սովորել, որոնք որ իրոքից ձեզ պետք են գալու։ Ես նաև օգտագործում եմ սպես ֆլեշ կարտոչկա փոքր, որը ես միշտ հետս տանում եմ համալսարան, ավտոբուսի մեջ եմ լինում այս բառերով վրայով անցնում եմ, որպեսզի ինքը թեգուս գիտակցաբար, բայց իմ բառապաշարը մցվի։ Դա ամենահեշտ տարբերակներից է։ Նաև բացի դրանից դուք պետք է կարտակ լիքը ստատյաներ, okay, paper-ներ, նյութեր, լուրեր անգլերենով, քանի որ TOEFL քննությանը օգտագործվում է շատ անգլերենը, որը հատուկ կենսաբանության մեջ է, ֆիզիկայի նյութեր են, աստղագիտության նյութեր են եւ տարբեր այսպես natural science-ների նյութեր։ Ես խորհուրդ կտամ, օրինակ National Geographic-ի subscription վերցնեք, պատվիսկա այնտեղ ընդամենը 1 ամսով, 2 ամսով եւ ամեն օր կարտակ այնտեղից որևէ նյութեր, իրանք բավականին ձեզ կօգնեն, որ դուք լավացնեք համ ձեր բառապաշարը, համ թե ինչի մասին են ընդհանրապես այդ տեքստերում խոսում։ Պարզապես reading-ի տեքստերը իմ կարծիքով այդքան էլ բավարար չեն, քանի որ դուք հենց կոնտեքստը չեք հասկանում։ Օրինակ, այն փաստը, որ ես դպրոցում կենսաբանությունից շատ լավ է, ինձ բավականին օգնում էր հենց TOEFL քննությանը բոլոր կենսաբանության passage-ները ավելի լավ հանձնել, բարձրին պատասխանել, քան թե մնացած առարկաներին։ Ֆիզիկայից ընդհանրապես կախում էր գլուխս։ So խորհուրդ եմ տալիս, եթե դեռ ժամանակ ունեք, փորձեք անցնեք այդպիսի reading-ներով, տեքստերով, որպեսզի ավելի հեշտ տրվի ձեզ այս քննությունը։ Շատ մարդիկ անգլերենի speaking բաժինը լավացնելու համար ասում են, որ դուք պետք է այն ձայնագրեք, եւ ես լիովին համաձայն եմ այդ խորհրդի հետ, բայց ուղղակի մի քայլ առաջ կարող ենք գնալ, եւ ես ձեզ խորհուրդ կտամ, որ այդ ձայնագրածն այն տրանսկրիպտը վերցնեք, հա, այն տեքստի վերածեք, այդ տեքստը տակ ChatGPT-ին, չգիտեմ, Claude-ին, Gemini-ին, ինչ եք ուզում, տակ իրան եւ թող ինքը մի հատ ինքը անալայզ անի, հա, ամեն անգամ տենց մի 10 հատ արեք, 10 հատը գցեք Gemini-ի մեջ ու ասեք, բա ինչը կարելի է այստեղ փոխել, հա, ինչն է, որ ես անընդհատ սխալ եմ անում, խնդրում եմ ինձ ուղի, ասա ինչպես կարելի է այս ավելի սիրուն ասել, հա, ավելի structured ասել։ Ինքը ձեզ հատուկ ձեր համար խորհուրդ է տալիս։ Ոչ մի TOEFL-ի դասախոս, tutor ձեզ այնպիսի personalized պատասխան չի տալու, ինչպես AI-ը։ Միշտ օգտագործեք եւ ես համոզված եմ, որ ժամանակի ընթացքում դուք կարողանաք ձեր speaking բաժինը լավացնել։ Օրինակ, ինչն էր ինձ օգնել speaking-ը լավացնելու համար, եղել էր այն, որ ես ուղղակի թողեցի ինձ սխալվել։ Շատ դեպքերում, երբ որ ես անում էի այդ voice message-ը, հենց սխալվում էի, միանգամից անջատում էի, բայց դա այնքիզի մեծ սխալ է ամեն դեպքում ինձ համար, ինքը ինձ շատ կաշկանդում էր ու իմ կարծիքով հենց իմ խնդիրը թե ինչու եմ ես շատ դեպքերում վատ խոսում, դե լինի ցանկացած լեզվով, դա այն է, որ ես emotional խնդիր ունեմ, հա, վախենում եմ խոսել, վախենում եմ սխալվեմ։ Այդ վախը հաղթահարելու համար դուք ուղղակի պետք է թողնեք ձեզ, որ մինչև վերջ ձեր սխալը արեցիք, թկած, շարունակեք խոսեք, հետո մինչև վերջ ձեր միտքը կարողանաք փոխանցել։ Հիմա ուղղակի թողնում եք հանգիստ, որ stop չեք կոչակին, չեք սխմում, շարունակում եք եւ ես համոզված եմ, որ միգուցե դրանից հետո կարողանաք ավելի բարձր միավոր ստանաք։ Չնայած որ մի քիչ առաջ ասացի, որ ավելի լավ է հենց ակադեմիական անգլերենի վրա կենտրոնանաք, բայց դուք պարապմունքից դուրս շատ լավ կլինի, որ բոլոր երկերը լսեք, թարգմանեք ռուսերեն կամ հայերեն, կինոները նայեք անգլերենով, հա, այդ ամեն դեպքում անգլերենը ձեր շրջապատում միշտ լինի ու շատ, ինչքան հնարավոր է շատ։ Ու սրա օգուտ այստեղ ձեր listening-ի բաժնի միավորի բարձրացումն է, քանի որ ես հիմնականում շատ մեծ խնդիրներ չեմ ունեցել այդ բաժնի հետ եւ ես գիտակցում եմ, որ այն դրա համար է, որովհետեւ ես
ի սկզբանե անգլերենը սովորում էի հենց listening-ի միջոցով։ Ես երկեր էի լսում, հետո այդ երկերը թարգմանում էի, մինչև հիմա հիշում եմ, թե մամային ոնց էի կողքս նստացնում, ստիպում, ավելի շուտ նստում, այդ բառերն էի կարդում անգլերեն ու հետո թարգմանում էի այն ռուսերեն, պատմում էի թե ինչի մասին է այս երգը։ Եվ բավականին, ասեմ, ինքը ինձ օգնում էր, որ ես հասկանայի, թե երբ որ ես մի բառը կարդում էի, որ սխալ եմ այն կարդում կամ ուշադիր լսում էի, թե այդ մարդիկ ինչպես են արտասանում այդ բառերը։ Հենց հասկանալը, թե դուք որտեղ եք սխալ արտասանում, օգնելու է ձեզ, որ դուք ուրիշներին, որ այդ բառը ասեն, հասկանաք այդ բառը ինչի մասին է, որովհետև եթե դուք սխալ եք հասկանում, սխալ եք այդ բառը սովորել, այդ նույն բառը ձեզ ուրիշ մարդ ասի, ուրիշ ակցենտով, դուք չեք հասկանա։ Listening-ը հենց պետք է կընտրոնակ այդպիսի մանրուքների վրա։ Կինոն նայելուց էլի պետք է ուշադիր նայեք կինոն, հա, ուղղակի չենք դնում օրինակ ռուսերենով սուբտիտրները, անգլերենով, ուղղակի ռուսերենը կարդում ու հետո ասում, բա անգլերենով եմ նայել։ Պետք է նստեք, դրձերը, հա, փորձեք գրեք այն բառերը, որոնք որ դուք չեք ճանաչում, ուշադիր լսեք թե մարդիկ այդ բառը ոնց են արտասանել, եթե տարօրինակ է, հիշ մի անգամ չեք հիշել, որ այսպես արտասանել մի քիչ կենտրոնացեք, փորձեք էլի կրկնեք, ամեն ինչը ավելի ակտիվ ենք էլի սովորում, իրականում կա passive learning and active learning, շատ դեպքերում մենք որ այդպիսի բան են խորհուրդ տալիս, կինոները նայել, երգերը թարգմանել, մարդիկ դա անում են пассивությունով, այսինքն ուղղակի դնում են, լսում են, ուղղակի դնում կինոն են նայում, բայց այդ ամեն ինչը դուք պետք է ակտիվորեն սովորեք, հա, տեդրը ձեռը, բառերը անտատ կրկնելով, վերհիշելով, հետո Ես վստահեցնում եմ, անտատ թվալու է, որ այդ մի բառը, որ դուք սովորեցիք, ամենտեղ ձեր շրջապատում ահավոր ձևի շատ են օգտագործում ու դա այդպես է, հետո էլ երբեք չեք մոռանալու։ Դուք կարող եք նաև, որպեսզի ձեր writing-ի բաժինը ավելի լավացնեք, ամեն օր journaling անեք, օրինակ գրեք, թե դուք այդ օրը ինչ եք արել, հա, չգիտեմ, այնտեղ արթնացել եմ, հատամներս եմ լվացել, դիտեյլներով, storytelling-ի միջոցով, ոչ թե մենակ թե ինչ եք արել, այլ որևէ ուշադիր դետալներ, չգիտեմ, հետաքրքիր դետալներ եք տեսել ձեր օրվա վրով կամ որևէ մարդ մի հստակ բան է հագել, փորձեք այդ նկարագրեք այն բառերով, որոնք որ դուք անգլերենով չգիտեք, թարգմանեք, ավելացնել Ճիշտ է, լավ կլինի այն տեդրի մեջ գրեք ու հետո նկարեք ChatGPT-ին ասեք, օրինակ դու ինչ կասես այս passage-ի մասին, որտեղ կարելի է այն ավելի լավացնել, ինչն ես նկատում, որ ես սխալ եմ անում, ինչ բառերը կարելի է օրինակ չկրկնել, հա։ Ու ինքը ձեզ analyze անելու։ Կարակ ամեն ինչը մի chat-ի մեջ բայեք, որպեսզի իր հիշողությունը թե դուք ինչ եք անում ավելի ճիշտ հիշի ձեզ խորհուրդներ տա, բայց կան նաև ուրիշ AI-ներ, որոնք Claude-ն են, որը հիշելու են ձեզ ձեր ոճը, ձեր ամեն ինչը, okay, ու ավելի personalized խորհուրդներ են տալու, հա, ամեն դեպքում AI օգտագործելը շատ կարևոր է ու շատ հեշտացնում է ձեր սովորելու ընթացքը։ Անցնենք մյուս խորհրդին, ես համոզված եմ, որ ձեզ շատ մարդիկ այս խորհուրդը ասել են, բայց դուք պետք է իմանաք շատ լավ թեստի ստրուկտուրան, դուք պետք է իմանաք, որ այն 4 բաժնից է կախված, պետք է իմանաք, թե հստակ ինչ հարցեր են ձեզ տալու ամեն բաժնի մեջ եւ Այն փաստը, որ դուք գիտեք բոլոր հարցերը ինչ ոճի են, ձեզ բավականին հանգստացնելու է քննության ընթացքում։ Իմ կարծիքով այս խորհրդի հենց արժեքը նրանում է, որ դուք շատ պանիկայի մեջ չեք ընկնի հենց քննության ընթացքում, քանի որ գիտեք թեստի ստրուկտուրան, կիմանաք հարցերի ոճը, դա բավականին ձեր ստրեսը կքչացնի։ Օրինակ, երբ որ ես էի քննությունը հանձնում, ի դեպ ես չէի սկիպանում այդ թեստի մասին ամբողջ ինֆոն, որովհետև ես օգտագործում էի այդ ժամանակը, հա, որը տրամադրում է սկզբում թեստը կարտալու, թեստի հետ ծանոթանալու համար, ես օգտագործում էի պարզապես որ կարտամ, իմ շրջարությունը լավացնեմ, հա, մի քանի խորհրդշունչ էի վերցնում, շարունակում էի կարտալ եւ արդեն հենց երբ որ թեստն էր սկսվում, ես բավականին հանգիստ էի, ձեռքերս չէին դողում եւ այլն, բայց թեստի ստրուկտուրան իմանալը եւ հետո քննության ընթացքում այդ առաջին բաժինները skip չանելը բավականին ինձ օգնել է, որ ես շատ ստրես
չապրեմ։ Իհարկե լավ կլինի, որpիսի դուք շաբաթը մեկ անգամ, օրինակ կիրակի օրը կամ շաբաթ օրը անցկացնեք մի հատ փորձնական թեստ եւ հասկանաք, թե դուք ինչքան եք լավացրել որևէ բաժինը, հասկանաք, որ բաժինը, որ այդքան լավ առաջ չի գնում, ավելի շատ ուշադրություն դարձնեք հենց այդ բաժնին։ Ես որևէ tracker կսարքեի on-line թեգուս Notion-ով կամ ուրիշ ծրագրով, թեգուս սովորական զամետքով հա ձեր հեռախոսի մեջ այդ բոլոր միավորների եւ դա բավականին չափ ստատիստիկա կտա, որ թեկուզ որևէ AI կամ ինքդ դուք կարողանաք ձեր պրոգրեսը հասկանաք, հա։ Դա շատ կարևոր է, դա արեք ամեն շաբաթ, տրամադրեք, չգիտեմ, 3-ից 4 ժամ առավոտը։ Ես նույնը անում եմ հիմա իմ քննության համար, ես ժամը 7-ից 10 ամեն շաբաթ կիրակի տրամադրում եմ իմ քննությանը, որ ու առավոտը, որովհետև ինքը բավականին երկար տեստը շատ ժամանակ է պահանջում, որպեսզի ես իմ ամբողջ օրը չկենտրոնացնեմ այս տեստի շուրջը, ես ինչքան հնարավոր է շուտ եմ անում, չգիտեմ այդ խորհուրդը թե չէ, բայց փորձեք այդպես անել եւ իմ վերջին խորհուրդը ավելի շատ հիշեցում է, բայց ես ուզում եմ, որ դուք դա անտած ձեր մտքում պահեք, չգիտեմ, պատերին թաքցնեք կամ հեռախոսի wallpaper-ին միշտ ունենաք, բայց այս քննությունը միայն քննություն չի, հա, այս քննությունը ձեր կյանքը փոխելու ունակություն ունի։ Իհարկե խոսքը միայն քննության մասին չի, բայց ընդհանրապես անգլերենը սովորելու, բայց անգլերենը փոխում է մարդկանց կյանքը, իմ բոլոր ընկերները, որ գիտեն անգլերեն, որ ընդհանրապես շփվում են այդ լեզվով, իրենց կյանքը շատ տարբերվում է այն մարդկանցից, իմ ընկերներից, ովքեր որ չգիտեն այդ լեզուն։ Միայն աշխատավարձին նայելով, թե կենսակերպին, համալսարանին, որ իրանք հաճախում են, հա, անգլերենը տալիս է այդ հնարավորությունը, որպեսզի դուք կարողանաք շատ լավ ապրեք, okay։ Թեկուզ եթե դուք ծնող եք ու նայում եք այս վիդեոն եւ մտածում եք, որ միգուցե պարապողին այդքան շատ գումար տալը այս փուլում շատ է, ես խորհուրդ կտամ, որ խնայեք գումարը, որովհետև սա շատ մեծ ինվեստիցիա է, որը դուք կարող եք անել ձեր երեխու համար, անգլերենը, TOEFL-ը քննությունը հանձնելը, որպեսզի նա հետագայում ունենա լավ կյանք։ TOEFL-ը կամ անգլերենը սովորելը միայն համալսարան ընդունվելու մասին չի, այդ այն բոլոր հնարավորություններին, որը հետագայում այդ համալսարանը տալու է ձեր երեխուն կամ ձեզ, որպես ուսանող, լիքը հնարավորություններ կունենաք սովորելու ընթացքում, թե աշխատանքի վերաբերյալ, թե գրանտների կարող եք դիմել, ստարտափներ հիմնեք, գումար ստանաք հա ձեր մտքերի համար, ծրագրերի մասնակցեք, անվճար, օրինակ ես մասնակցել եմ, չգիտեմ, 7-ից ավել ծրագրերի տարբեր երկրներում, շատ դեպքերում իմ բոլոր կարիքները հոգացել եմ, ես հիմա սովորում եմ Անգլիայում, իմ հիմնական համալսարանը Իտալիայում է, այդ ամեն ինչը ես անում եմ առանց որևէ գումար վճարելու իմ ուսման վարձի եւ նույնիսկ ստանում եմ լրացուցիչ գումար իմ կողմնակի ծախսերի համար։ Այս ամեն ինչը անգլերենի շնորհիվ է, իմ աշխատանքի շնորհիվ է, որ ես, չգիտեմ, 13 տարեկանում շատ սիրում էի ամերիկական կուլտուրան եւ անգլերենը, այդ ամեն ինչը դուք պետք է հասկանաք, գիտակցեք եւ շատ աշխատեք։ So good luck everyone, հույս ունեմ բոլորդ կհասնեք ձեր նպատակին, երազանքին, միավորին, ամեն ինչին։ Մյուս վիդեոն ես կխոսեմ ավելի մանրամասն իտալական քննությունների մասին, որը անհրաժեշտ կլինեն, որպեսզի դուք ընդունվեք համալսարանները եւ կկիսվեմ արդեն իմ խորհուրդներով այդ քննությունների վերաբերյալ։ Bye.